Եվրամիությունն ակնկալում է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հնարավորինս շուտ, լրագրողներին հայտնել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովից առաջ։ Կալասի խոսքով Բաքուն և Երևանը շատ մոտ են համաձայնության հասնելուն։ Կարծում եմ, խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը բխում է բոլոր կողմերի շահերից, հավելել է Եվրամիության դիվանագիտության ղեկավարը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հայտարարել է, որ քննարկումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ քննարկումները շատ կարևոր են։ Հաջորդ ամիս ես քննարկումներ կունենամ նրանց հետ։ Մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի կայացնենք հնարավոր լավագույն լուծումները տարածաշրջանի կայունության համար, ասել է Բերսեն։ Անհամբեր սպասում ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը։ X-ի էջում գրառում է կատարել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Ես և Եվրամիության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան շնորհավորում ենք Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման կապակցությամբ։ Սա կարևոր քայլ է, ակնկալում ենք դրա շուտափույթ ստորագրում։ Եվրամիությունը պատրաստ է ներդրումներ անել տարածաշրջանային հաղորդակցությունների մեջ, մերձեցնելու ամբողջ տարածաշրջանը և ավելի մոտեցնելու մեր միությանը, գրել է նա։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 2022 թվականի գարնանից ի վեր առաջին բանակցություններն են տեղի ունեցել Ստամբուլում։ Դրանք տևել են 2 ժամից քիչ։ Հանդիպման սկզբում բացման խոսքով է հանդես եկել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը, գոհունակություն հայտնելով Ստամբուլում տեսնել երկու երկրի ներկայացուցիչներին։ Անկարան կարևոր է համարում, որ Ռուսաստանը և Ուկրաինան լսել են Թրամփի և Էրդողանի խաղաղության կոչերը։ Մենք անկեղծորեն հավատում ենք, որ խաղաղության կարելի է հասնել, եթե կողմերը բանակցություններին մոտենան կառուցողական փոխըմբռնմամբ։ Կողմերն իրենք պետք է որոշեն գնալ խաղաղության, թե շարունակել ապակառուցողական հակամարտությունը, շեշտել է Ֆիդանը։ Ուկրաինական պատվիրակությունը գլխավորում է պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովն, իսկ ռուսական պատվիրակությունը Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ստամբուլում տեղի է ունեցել Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Ուկրաինայի միջև բանակցություններ։ Մոտ 1 ժամ տևած հանդիպումից հետո Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ հանդիպումը դրական է եղել։ Նա շեշտել է, Ուկրաինան պատրաստ է լիակատար և անվերապահ հրադադարի և Ռուսաստանի հետ ամենաբարձր մակարդակով ուղիղ բանակցությունների։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն նախքան Ստամբուլ ժամանելը հայտարարել էր, որ բանակցություններից մեծ ակնկալիքներ չունի։ Պետքարտուղարը կարծիք էր հայտնել, որ բանակցությունները չեն նպաստի Ուկրաինայում խաղաղության գործընթացի մեկնարկին։ Ըստ Ռուբիոյի այն կսկսվի միայն Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից հետո։ Ես չգիտեմ, թե երբ կամ որտեղ դա տեղի կունենա, բայց այս պահին դա է միակ հնարավորությունը, հայտարարել է Մարկո Ռուբիոն։ Մեկնաբանելով Ստամբուլում ուկրաինական կողմի հետ Վլադիմիր Պուտինի իր իսկ նախաձեռնած ուղիղ բանակցություններին մասնակցելուց հրաժարվելը, Դոնալդ Թրամփը նույնպես հայտարարել է, որ առանց Ռուսաստանի նախագահի հետ իր հանդիպման Ուկրաինայում խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց չի լինի։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով այդ հանդիպումը պետք է տեղի ունենա հնարավորինս շուտ, քանի որ չափազանց շատ մարդիկ են զոհվում։ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպումն անհրաժեշտ է, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Դա անհրաժեշտ է թե ռուս-ամերիկյան երկկողմ հարաբերությունների, թե միջազգային հարցերի և տարածաշրջանային գործընթացներն ամենաբարձր մակարդակով քննարկելու տեսանկյունից, ասել է Պեսկովը, պատասխանելով լրագրողների հարցին Պուտինի հետ հնարավոր հանդիպման Թրամփի հայտարարության մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի հետ կապված ոչինչ տեղի չի ունենա, քանի դեռ ինքն անձամբ չի հանդիպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տիրանայում Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Եվրոպական միության խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հանդիպումը։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս Եվրամիության հետ հարաբերություններին, կարևորում Բաքվի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության գործում։ Նա ընդգծել է էներգետիկ ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության միջև գործակցության ընդլայնման մեծ հեռանկարների առկայությունը և շեշտել Ադրբեջանի ներկայիս դերը եվրոպական 10 երկրի, այդ թվում Եվրամիության 8 երկրներին էներգիա մատակարարելու գործում։ Մերի Ներսիսյան, լուրեր։